Հիմի այդ Ալիևի, որ ձեր ասած այդ Գանջայում Գանձակում իրեն այդ ելույթի ժամը այդ տեսարանը, որ մենք տեսանք, ինչ որ սպորտային միջոցառում էր կազմակերպած, բայց նայեք սպորտային այդ բանի միջոցառման կազմակերպան ընթացքում էլի պետական մակարդակով շեշտվում է ատելությունը հայազգի նկատմամբ, էլի շեշտվում է իրենց հետագա ծրագրերի իրականացումը կամ պլանները մեր ազգի կամ մեր հայրենիքի նկատմամբ, նա ոչ մի բան չի թաքցնում, նա ընդհանրապես ինչ կա իրական ոնց մտածում է, նենց էլ ասում է, մենք աշխարհում ամենաբաց, որ ասում է, բանալի թշնամին ունենք, որ բացառիկ ասում է, ինչ է ուզում, ինչ է անելու, ոնց է մեզ նայում, մենք ով ենք իրենց համար, բացառապես ամենտեղ, ամեն ձևել ասում է, բայց սրանց նմաններ, այս վախկոտները, այս չգիտես էլ որտեղից թռած եկած հասած, չգիտես ինչ ձևով հասած իշխանության, այսօրվա իրավիճակում փորձելով այդ սուտ այդ իրանց թեզերը մանիպուլյացիան ժողովրդի մեջ նորից էլի որ ասում է նախընտրական կամ էլ ինչ որ քարոզարշավի ինչ որ նոր բան են բռնել, դրոշակ են սարքել ու դրանով ուզում են իրանց հեղինակությունը կամ էլ իրանց վերընտրվելու այդ բանը հիմքը նորից էլի գեներացնեն կամ սարքեն։ Չի ստացվելու, չի դառնալու, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց 26 թվականի ընտրությունների ընթացքում, սա հայ ժողովրդի մեր պատմության, մեր ազգի վերջի էջն է, AS-ի